Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր մայիսի 9։ Փշրանքները եւ հավատքը։ Մի կին, որի դուստրը դիվահար էր, համառորեն խնդրում էր Հիսուսին։ Վերջապես աշակերտներն աղաչեցին իրենց ուսուցչին ասելով. «Տեր, արձակիր նրան, որովհետև մեր ետևից նա աղաղակում է»։ Ուշադրություն դարձրեք Տեր Հիսուսի արձագանքին կնոջ խնդրանքին, եւ նա նրան մեկ խոսք պատասխան չտվավ։ Մատթեոս 15:23 խոսք։ Ասես թե Քրիստոսը անտեսում է ամբողջ իրավիճակը, բայց ինչու նա պետք է աներ դա։ Տեր Հիսուսը գիտեր, որ այս կնոջ պատմությունը կպատմվի բոլոր ապագա սերունդներին, եւ նա ուզում էր բացահայտել ճշմարտությունը բոլոր նրանց, ովքեր կկարդան այն։ Նա փորձության ենթարկեց կնոջ հավատքը ասելով. «Ես չեմ ուղարկվել, եթե ոչ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»։ Խոսք 24-րդ։ Քրիստոսն ասում էր նրան. «Ես եկա հրեաներին փրկելու, ինչու պետք է նրանց ավետարանը վատնեմ հեթանոսների վրա»։ Այս հայտարարությունը մեզանից շատերին կհեռացներ ճանապարհից, բայց կինը չհանձնվեց։ Քանի անգամ եք հոգնել աղոթելուց եւ պարզապես հանձնվել։ Այս կինը նրան չպատասխանեց բողոքով կամ չասեց նրան. «Ինչու ես մերժում ինձ, Հիսուս»։ Սուրբ Գիրքը հակառակն է ասում։ Այն կինն էլ եկավ, նրան երկրպագում էր եւ ասում. «Տեր, օգնիր ինձ»։ Խոսք 25-րդ։ Հետևյալը դժվար է կարդալ։ Հիսուսը կրկին հանդիմանեց կնոջը, միայն ավելի խիստ։ Նա ասաց նրան. «Լավ չէ երեխաների հացն առնել եւ շներին գցել»։ Խոսք 26-րդ։ Նա կրկին նրան փորձեց։ Կինը պատասխանեց. «Այո, Տեր, սակայն շներն էլ իրանց տերերի սեղանից ընկած փշրանքներից են ուտում»։ Խոսք 27-րդ։ Ինչ անհավանական պատասխան։ Տերը գովաբանեց նրան դրա համար։ Հիսուսը պատասխանեց նրան. «Ով կին, մեծ է քո հավատքը, քեզ լինի ինչպես ուզում ես»։ Եվ նրա աղջիկը բժշկվեց նույն ժամից։ Խոսք 28-րդ։ Սիրելիներ, մենք չպետք է բավարարվենք փշրանքներով։ Մեզ խոստացվել է մեր ճգնաժամերի համար անհրաժեշտ ողջ շնորհն ու ողորմածությունը։ Մենք կանչված ենք մոտենալ Քրիստոսի գահին համարձակությամբ եւ վստահությամբ, եւ մենք պետք է հավատքով գանք։